2025-ին լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ դատական գործերի մոտ կեսը պաշտոնյաների կողմից է եղել։ Ասուլիսի ընթացքում նշել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը։ Սովորաբար կոնֆլիկտները միակողմանի չեն լինում եւ տարվա ընթացքում բազմիցս մենք արձանագրել ենք նաեւ դեպքեր, երբ լրագրողներն էին գործում մասնագիտական էթիկայի խախտումներով եւ այդ կոնֆլիկտային ընդհանուր իրավիճակը հանգեցրել է նրան, որ 2025 թվականի ընթացքում ընդհանուր խախտումների քանակը ավել է, քան 2024 թվականին։ 2025-ին 224 դեպք է արձանագրվել, 2024-ին 208։ Նախորդ տարի լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 15 դեպք է եղել, այլ տեսակի ճնշումների 108, իսկ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի 101 խախտում։ Ըստ կոմիտեի նախագահի, խախտումները հատկապես արձանագրվում և տեղի էին ունենում, երբ երկրում սրվում էր հասարակական քաղաքական մթնոլորտը։ 25 թվականի այդ սրացումները կապված էին իշխանություն ընդդիմություն, իշխանություն եկեղեցու վերնախավ առճակատմանը, դրա հետ կապված մի շարք ուրեմն իրադարձություններ, կալանավորումներ եւ այլն, եւ պետք է ասել, որ այդ իրադարձությունները մեր մեդիա միջավայրում լուսաբանվում էին ծայրահեղ, այսպես դիրքերից, այսինքն համաձայն նրան, թե ինչ քաղաքական դիրքորոշում ունի տվյալ լրատվամիջոցը, տվյալ խմբագրությունը։ Ըստ Մելիքյանի, այդ լուսաբանումների ընթացքում եւս մեկ անգամ արտահայտվել է լրատվական դաշտի ծայրահեղ բևեռվածությունը, իսկ այդ պայմաններում շատ ավելի մեծ տարածում են գտնում ֆեյք լուրերը, ապատեղեկությունը, մանիպուլատիվ մեկնաբանությունները, վիրավորանքն ու զրպարտությունը։ Այնպես որ դրանք այդ իրադարձությունները կարծես կատալիզատորի դեր էին կատարում եւ դրա լուսաբանումը արտացոլում էր, թե ով ում է սպասարկում լրատվական դաշտում եւ որտեղից է, ինչպես ես հաճախ ասում, քամին փչում երևում էր։ Եվ այս իրավիճակում փաստորեն քաղաքակիրթ բանավեճ, սուր հարցերի շուրջ, այսպես կոնստրուկտիվ քննարկում եւ այլն գրեթե չի լինում։ Մելիքյանի խոսքով սա հատկապես մտահոգիչ է գալիք խորհրդարանական ընտրությունների առումով, որտեղ որ հենց այդ բանավեճերի եւ կարծիքների բախումն է, որ պետք է թույլ տա ընտրողին ավելի այսպես գիտակցված ընտրություն անել։ Եվ սա իսկապես մտահոգիչ երևույթ է եւ միգուցե այսպես լրատվամիջոցների կողմից լրացուցիչ ջանքեր կպահանջվեն, որպեսզի այդ ընթացքում գոնե ինչ որ կերպ այդպիսի բանավեճեր տեղի ունենան։ Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ լրագրողական համայնքին ծանր ժամանակ է սպասվում, ընդգծում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը։ Նույնիսկ բևեռացված լրատվական դաշտում հնարավոր է այնուամենայնիվ փորձել վերադառնալ կամ աշխատել պրոֆեսիոնալ նորմերի, էթիկական նորմերին համապատասխան եւ ամենակարևորը հասնել դրան, որպեսզի այդ կարծիքները, դիրքորոշումները, տեսակետները տարբեր ուժերի ներկայացված լինեն, ոչ թե քարոզ իրականացվի ինչ որ մի քաղաքական ուժի օգտին, այլ նաև նրանց մրցակիցների կարծիքները ներկայացվի։ Այս պարագայում անձը գիտակցված ընտրություն կկատարի, նշում է Մելիքյանը։ Լիանա Խաչատուրյան, լուրեր։